Արվեստը Խաղաղություն ա բերել երկրում։ Ամբողջ երկիրը ծաղկումա չենք զգում։ ինչ ասեք առողջապահական ապահովագրության մասին։ Բոլոր 65 պլյուսներ լրիվ օգտվում են։ Դե մինչև հիմա եղած իշխանություններից ամենալավը այս իշխանություններն են։ Իսկ այդ ինչ որ սուտի խոստանում են երազանքներ, դրանք սա հեքիաթներ են։ Իրականում 100%-անոց լավ բան չի լինում։ Կա եւ լավ եւ վատ։ Ուղղակի միակ իշխանությունն առայժմ, որ լավ ավելի դրական է ժողովրդի համար, քան բացասական կողմերը։ Բացասական կողմերն էլ դե կարա բացասական մարդիկ գրաված լինեն իշխանության մեջ, որովհետեւ ինչքան էլ մաքրես հնարավոր չի չարաշահումներ հայտնաբերել, պլյուս եթե աշխատում ես անպայման սխալներ ես անում, առանց սխալ չաշխատողն ամենակ։ Իսկ Քոչարյանի ու Կարապետյանի մասին ինչ կարծիք ունեք։ Շատ վատ։ Ոնց ինչու։ Իրան ժամանակ չես ապրել, չգիտես ինչ, բայց կապ չունի։ Փոքր ես ծնողներս լսած կլնես, այդ ժամանակները մեծացած կլնես, կհամեմատես Հիմիկվա հետ։ Անհամեմատելի է։ Եթե մարդ իրան հայա համարում, բայց ազգանունը գրելուս, անուն ազգանունը, առնվազն 5 սխալ կանի, ինչ հայա դա։ Քոչարյանն էլ, Կարապետյանն էլ։ Իրանց համար բիզնեսմեն էլ չեն իրանք։ Ռեկետի տարիներին տենց հարստացել են, խելքով չեն կարող հարստանան։ Եթե այդքանը խելացի են, թող գնային Եվրոպայում, Ամերիկայում հարստանային։ Սաղ այդ կաշառակերությունն ու ռեկետն ու թալանը մտել է մարդկանց արյան մեջ։ Այդ ձևի են մենակ հարստանում։ Հալալ քրտինքով իր մասնագիտությամբ հարստացող մարդ չկա։ Ծայրահեղ դեպքում կարան մի քիչ նորմալ ապրեն։ Բայց երբեք չես կարող հարստանալ։ Հա,